Ռիգայում հարյուրավոր պատմություններ են սկսվել այս նեղ փողոցներից, քարե շենքերից ու Դաուգավա գետի երկայնքով ձգվող այս քաղաքային լռությունից։ Սա քաղաք է, որտեղ անցյալն ու ներկան մշտապես քայլում են կողք կողքի։ Այսօր այստեղի առօրյան մի պահ կանգ կառնի, որովհետև քաղաքի ֆուտբոլային քարտեզում կհայտնվի նոր պատմություն։ Եվ այդ պատմության մի կողմում կլինի հայկական ակումբը Արարատ Արմենիան, որը եկել է այստեղ ոչ թե պարզապես խաղալու, այլ իր անունը թողնելու եվրոպական մրցաշարի մեկնարկում։ Այս դիմակայությունն արդեն ունի իր առաջին գլուխը, այն գրվել է Աբովյանում, որտեղ Արարատ Արմենիան 2 անպատասխան գնդակ է ուղարկել Ռիգայի դարպասը եւ կարևոր առավելություն ստացել։ Սակայն եվրագավաթային ֆուտբոլը բազմիցս ապացուցել է, որ ամեն ինչ որոշվում է եզրափակիչ սուլիչից հետո։ Իսկ այդ սուլիչը կհնչի հենց այստեղ, Սկոնտո ստադիոնում։ Աբովյանի խաղը ամբողջ դիմակայության ընդամենը առաջին մասն էր, որում հաղթեցինք եւ ամեն ինչ անելու ենք, որ պատասխան խաղում եւս հաղթենք։ Եթե ամեն օր քրտնաջան չաշխատենք ու փորձենք ավելի լավ թիմ դառնալ, դրական արդյունքների հաստատ չենք հասնի։ Ակնկալում եմ, որ Ռիգան կփոխի իր խաղային մոտեցումը, փորձելու ենք պատրաստ լինել հնարավոր բոլոր սցենարներին։ Չնայած ունեցած առավելությանը, մեր թիմը խաղադաշտ է դուրս գալու մտքում չունենալով առաջին խաղի արդյունքը։ Արարատ Արմենիայի նպատակը մեկն է՝ պահպանել առավելությունը, հաղթահարել այս արգելքն ու շարունակել ելույթները Չեմպիոնների լիգայում։ Ինձ համար մեծ պատասխանատվություն է այս խաղին մասնակցելը եւ լավ ելույթ ունենալը։ Ես գեղեցիկ խաղ եմ ակնկալում, որովհետեւ թիմը շատ լավ է աշխատել մարզումներին ու վստահ եմ, որ շատ լավ հանդիպում ենք անցկացնելու։ Շատ լավ ծանոթ ենք մրցակցին ու գիտենք, թե որքան բարձրակարգ թիմ է Ռիգան, բայց հնարավորինս լավ ենք պատրաստվել այս խաղին։ Աբովյանի հաղթանակն արդեն պատմություն է։ Այժմ ժամանակն է գրել դրա շարունակությունն ու հաստատել, որ այս դիմակայությունում ուժեղագույնը Արարատ Արմենիան է։ Աննա Գրիգորյան, Տիգրան Էլոյան, Արամ Մնացականյան, Ռիգայից հատուկ առաջին ալիքի համար։